Ինչ է ասում Աստվածաշունչը մարդու մեղքի մասին։ Երբ Աստված ստեղծեց մարդկանց, տվեց նրանց նաև ազատ կամք, որով նրանք կարող են վարվել Աստծու կամքի համեմատ, կամ հակառակ նա անկասկած գիտեր, որ ոմանք կընտրեն անհնազանդության ճանապարհը, եւ հենց այդպես էլ եղավ։ Մինչ մարդու անհնազանդությունը երկնքում բնակվող հրեշտակներից մեկը, ում անունը Արիուսյակ էր, այժմ մեզ ծանոթ Սատանա անվամբ, ընտրեց Աստծուն բացահայտ հակառակման ճանապարհը։ Աստված անհապաղ վռնդեց նրան եւ նրան միացած մյուս հրեշտակներին էլ։ Այդ ժամանակից սկսած Սատանան ջանք էր անում բոլոր հնարավոր միջոցներով խափանել Աստծու կամքի կատարումը։ Աստված ստեղծել է մարդուն ազատ կամքով, եւ Սատանան աշխատում է ներգրավել մարդուն Աստծուն չհնազանդվելու մեջ։ Աստված զգուշացրեց Ադամին, սակայն Սատանան կարողացավ մեղքի մեջ գցել մարդուն։ Այդ մասին կարդում ենք Ծննդոց գրքի 3-րդ գլխում։ Աստված սուրբ լինելով տիեզերքի տիրակալն է։ Նա իր ներկայության մեջ չի հանդուրժում ոչ մի էակի, ով կանխամտածված չի հնազանդվում իր պատվիրաններին։ Հենց այդ պատճառով էլ Աստված երկնքից վտարեց Սատանային, երբ նա իր կամքը հակադրեց Աստծու կամքին։ Նման կերպով Աստված վարվեց նաև մարդու հետ, վտարեց Ադամին դրախտից եւ հեռացրեց նրան իրենից։ Մարդկային հասարակության յուրաքանչյուր անդամ ժառանգել է Ադամի բնությունը։ Մենք բոլորս էլ ծնված ենք թուլություններով եւ հակված ենք մեղանչելու։ Մենք հեշտությամբ մեղք ենք գործում, անգամ մեզ պետք էլ չէ սովորեցնել, երբ փորձառության մեջ ենք ընկնում։ Մեր մարդկային բնությունը արագ արձագանքում է դրան, եւ մենք ընկնում ենք գայթակղության մեջ, մեղք գործելով Աստծու դեմ։